դարձավ սովորական, շատերը լռեցին։ Երբ արժանապատվությունը ծաղրի վերածվեց, շատերը լռեցին։ Երբ երկիրը թուլացավ, շատերը հարմարվեցին։ Իսկ հիմա լռելու ժամանակը չէ։ Ողջույն Փակ TV-ի հարգելի հետևորդներ, այսօրվա իմ հյուրն է Համահայկական ճակատ կուսակցության նախագահ, Դեմոկրատիա օրենք կարգապահության կուսակցության падգամավորի թեկնածու Արսեն Վարդանյանը, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել Փակ TV-ի ալիքին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Վարդանյան։ Մենք ենք շնորհակալ։ Պարոն Վարդանյան, ճիշտ ասած, մի քիչ վրդովված եմ այսօր, որովհետև այստեղ գալուց տեսա, թե ինչպես են պատրաստվում շքերթին, ինչ զինտեխնիկա է լինելու ընդհանրապես եւ համազգեստը։ Ես մի պահ ինձ պատկերացրեցի Թուրքիայում, որովհետեւ համազգեստը իրոք նման էր Թուրքիայի համազգեստին, Ադրբեջանի համազգեստին, եւ ինքս իմ մեջ ինձ հարց տվեցի. արդյոք մեր տղաները սրա համար են իրենց կյանքը զոհել։ Արդյոք Արցախը սրա համար է այսօր, որ հանձնված է Ադրբեջանին։ Դուք ինչ կասեք, ձեր մեկնաբանությունը։ Տեսեք, մենք ամեն ինչ նայում ենք Հայաստանի Հանրապետությունում, ամեն ինչ նայում ենք բիզնեսի մակարդակով։ Մենք օրինակ ես էլ եմ նկատել կադրերում, ճիշտ է, իրականում չեմ հանդիպել ինչ-որ միտեղ, նույն մեր տեխնիկաների գույները, նույն համազգեստի գույները մեր Հայաստանի Հանրապետությունում տվյալ գույնի տարածք գոյություն չունի։ Քողարկման հետ կապված մենք խնդիրներ ենք ունենալու։ Արդյոք այդ համազգեստը, որ ընտրել են, բերել են, դա մասնագետների ընտրած, տեղանքում փորձակ, քննություն անցած համազգեստներ են։ Մենք պետք է ամեն ինչ հասկանանք, ես Հայաստանի Հանրապետության բանակը դա թիվ 1 երաշխիքն է անվտանգության։ Բայց քանի որ այսօր մեզ ղեկավարում են չծառայած զին ծառայության հետ կապ չունեցող մարդիկ, բնականաբար կլինի թուրքական, կլինի ադրբեջանական գույնի, կներեք ռուսերեն պետք է ասեի, եւ մենք այսօր ի վիճակի չենք, մենք ասելով, այսօր իշխանությունը ի վիճակի չի Հայաստանի Հանրապետության բանակը զարգացնելու։ Օրինակ վարչապետը մի քանի ժամանակ առաջ ելույթ էր ունենում, ասում էր Հայաստանի Հանրապետության բանակը պետք է լինի 4-րդ կարգի բանակ։ Ես շատ զարմացած եմ։ Ինչ է դա նշանակում։ Իրականում երևի 15 գիտնականներ չկարողանան մեկնաբանել այդ 4-րդ կարգի բանակը որն է։ Ես չեմ պատկերացնում, քանի որ մենք ունենք հարևաններ, որոնց ամբողջ կյանքի երազանքն է եղել Հայաստանի Հանրապետությունը բնաջնջել, եւ մեր վարչապետը հպարտորեն կանգնում ասում է մենք պետք է ունենանք 4-րդ կարգի բանակ, չհասկանալով, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխիքը բանակն է։ Այսօր մենք ամեն ինչ պետք է անենք զինվորի, զինծառայողի, բարեկեցիկ, անվտանգային, պաշտպանական խնդիրները արդիականացնելու եւ ավելի զարգացնելու, ոչ թե բերենք հասցնենք այն մակարդակի, որ չունենանք ոչ մի բան։ Ես չեմ պատկերացնում իրանց ֆանտազիաները ուր են հասել բանակի հետ կապված, չեմ պատկերացնում բանակի հետագա գործունեությունը, օրինակ տեսեք, ես բազմիցս նշել եմ նաև բացի համազգեստը, մենք Հայաստանի Հանրապետությունում բերում ենք ՆԱՏՕ-ի սիստեմի սերժանտական ինչ-որ սենց դասընթացներ, համակարգ, չգիտեմ, չեմ կարող մեկնաբանեմ դա որն է, չհաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հայ մարդու մենտալիտետը, հաշվի չառնելով մեր արմատները, մեր ինքնությունը, մեր եսը, մենք բանակը ռեֆորմի ենք ենթարկում եւ այդ բանակով ուզում ենք պատրաստվենք ինչ-որ հակառակորդի հարձակումներին, պաշտպանություն կազմակերպենք, բառեր կա, որ արդեն չեմ ուզում ասեմ,
որովհետև բանակն ու պաշտպանությունը ոնց որ իրար հետ էլ անմիջական կապ չունեն, էլի։ Խոսքի կարելի ասել մենք ունենք ցուցադրական ինչ-որ մի քանի հոգի։ Նաև ուզում եմ շեշտեմ 8 տարվա ընթացքում ինչու չէր կատարվում շքերթ, շատ հետաքրքիր է, ինչու նախընտրական փուլի սկզբին վարչապետը որոշեց, որ ինքը պետք է անի զինվորական շքերթ, եւ շքերթից հետո 10 օր ինչ-որ տեխնիկաները պետք է մնան հանրապետության ինչ-որ փողոցներում եւ այլն, դա ինչ է իրանից հետապնդում։ Պարոն Վարդանյան, հենց դա է հարցը, որ այսօր տրանսպորտով մետրոյով երբ որ գալիս է, մարդկանց մեջ հարց է առաջանում, ասում են, մեր հայ գերիները Ադրբեջանում են 8 տարվա մեջ ինքը հենց այսօր որոշեց, որ պիտի շքերթ անի։ Եվ բացի այդ տեխնիկայի հետ կապված, ասում են կարող է պատրաստվում է, որ եթե հունիսի 7-ին ինքը չանցնի մեծամասնություն չկազմի, այստեղ տեղի ունենա քաղաքացիական պատերազմ կամ ինչու՞ չէ նաև մարտի 1 կրկնվի։ Բնականաբար ինքը պրակտիկան ունի, ես էլի բազմիցս այդ անձի վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ բազմիցս արտահայտվել եմ, այդ մարդը կոմպետենտ մարդ չի, այդ մարդուն երկիր ղեկավարել, բերեցին, սարքեցին վարչապետ, սուպեր վարչապետ եւ բոլորը ընկան կրակը։ Հիշում ենք բոլորս մարտի 1-ին նա գոռում էր. ես փառավորվում եմ, որ մահակներ եք վերցնում, ես փառավորվում եմ, իմ հոգին թևավորվում է եւ այլն բան։ Եվ իր վարչապետ լինելուց երևի մի 6 ամիս, եթե չեմ սխալվում, այտենց շատ չեմ հետևել իրան, որովհետեւ գժին հետևելը մի քիչ տարօրինակ է, դու էլ ես հավասարվում այդ մակարդակին։ Տեսեք, ինքը ասես մարտի 1-ի դեպքը բացահայտված է եւ բռնեց պուրակում մի արձան կառուցեց, փոխհատուցում տվեց եւ վերջացավ։ Նմանատիպ մարդկանց ամեն ինչ իրանցից սпасելու է։ Թույլ մարդուն, եթե տալիս ես իշխանություն, նա այդ իշխանության զորությունը զգալով պատրաստ է ամեն ինչի, որ չկորցնի իշխանությունը։ Պարոն Վարդանյան, կխնդրեմ ներկայացնեք ով է ձեր վարչապետի թեկնածուն, ովքեր են ընդգրկված ԴՕԿ կուսակցության ցուցակում եւ ինչ մասնագիտության տեր մարդիկ են։ Ինչ ճանապարհ են անցել։ Ես տեղեկացված եմ, որ ձեր ցուցակում կան բազմաթիվ զինվորականներ ձեր գլխավորությամբ։ Կխնդրեմ ներկայացնել նրանց անցած ուղին, ծառայությունները պետության ու բանակի հանդեպ եւ բացատրել, ինչու է կարեւորել հենց այդպիսի մարդկանց ներկայությունը ձեր քաղաքական թիմում։ Շատ հետաքրքիր հարց է իրականում եւ մենք երկար ենք մտածել, որ ոնց անենք, որ ծառայենք Հայաստանի Հանրապետությանը։ Ներկա պարագայում մեր վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է, բազմիցս մեր կողմից հայտարարված, կապ չունի նա ցուցակում է, թե ցուցակում չէ, մենք խորհրդարանային երկիր ենք եւ խորհրդարան ենք ձևավորում, երբ որ մեր խորհրդարանական մեծամասնության ձայները կտան մեզ ԴՕԿ կուսակցությանը, այդ պարագայում մենք ներկայացնելու ենք Վարդան Ղուկասյանի թեկնածությունը որպես վարչապետ։ Քանզի խոսացինք Վարդան Ղուկասյանից, նաև մի հատված ավելացնեմ, ներկա պարագայում ես կարամ հստակ առանց ամաչելու, առանց գլուխս կախելու ասեմ, Վարդան Ղուկասյանը իր քաղաքական տրիբունա, ասենց ասեմ, ստեղծելու պարագայից մինչ այսօր նա բազմաթիվ հարցեր է լուծել Հայաստանի Հանրապետության անհատ քաղաքացիներից բռնած մինչև պետական կառույցներ ավելի շատ խնդիրներ է լուծել, քան Հայաստանի Հանրապետության իշխանությունը իրար հետ վերցրած, էլի։ Դրա համար մենք առաջադրելու ենք Վարդան Ղուկասյանի թեկնածությունը, քանի որ նա էլ գտնվում է անիրավ կալանքի տակ, մենք ամեն կերպ անելու ենք, որ նա հասնի ստեղ եւ մենք առաջնորդվենք գնանք դեպի մեր երազած Հայաստանը ունենալու։ Ինչը վերաբերում է զինվորականներին, խի զինվորականներ, ինչ ճանապարհ ունեն անցած զինվորականները, տեսեք, ես մեր ընթացքում զինվորականները իրանք
անշահախնդիր գիտակցաբար կամ անգիտակցաբար ծառայել են Հայաստանի Հանրապետության։ Հիմի շատ մարդիկ պատկերացում չունեն զինվորականի բարդ ծանր աշխատանքը, էլի, դե գիտեն համազգեստը հագնում են, առավոտ գնում են ինչ-որ աշխատանքի, ես կներեք, որ ասում եմ աշխատանքի, տվյալ պարագայում այս փուլում, այո, նրանք գնում են աշխատանքի եւ երեկոյան վերադառնում են տուն։ Բայց զինվորականը պետք է լինի հոգով զինվորական, ոչ թե նա պետք է աշխատի, այլ ծառայի Հայաստանի Հանրապետությանը եւ իրականում նա անցնում է տարբեր փորձություններ իր զինվորական կյանքի ընթացքում, բազմում փորձությունների մեջով անցնում, ամենաթեթև փորձությունը երևի մարտական հերթապահություն իրականացնելն է եւ պատասխանատվություն կրելը այդ անձնակազմի, որոնք որ գտնվում են իր ենթակայության տակ, դրանից առավել բան չկա, էլի, որ ամեն վարքյան զինվորականը մտածում է, որ մեկի մատը փուշ չմտնի, որովհետեւ ինքը պատասխանատու է այդ անձնակազմի առողջության, այդ անձնակազմի մարտավարության, ոբշեմ ամեն ինչի համար։ Ու ամենավատ զինվորականը գոնե 30 հոգի կարում է ղեկավարի եւ պատասխանատվություն կրի այդ 30 հոգու համար։ Վատ ասելով լավ չսովորած զինվորականը եւ այլն, էդի նկատի ունեմ, հիմնականում նա պատասխանատվության ունի բարձր արժեք։ Դրա համար որոշել ենք զինվորականներով համալրենք եւ ծառայենք Հայաստանի Հանրապետությանը, քանզի մեր մոտ սերմանված է ծառայությունը, ոչ թե աշխատանքը։ Այդ տեսեք համեմատական տանեմ ներկա պարագայում Հայաստանի Հանրապետության իշխանությունները ոչ մեկ չի ծառայել, ովքեր էլ որ ծառայել են բանակում, ինչ հանգամանքներով իրան ժամկետային ծառայությունը լիովին չեն ավարտել։ Ազատվել են զինված ուժերից, այո, մեկը հիվանդության պատճառով, մեկը չգիտեմ, դահանակահարության, մեկը սենց։ Այսօրվա դրությամբ եկել են իշխանության։ Այդ մարդիկ ոչ մի բանի համար պատասխանատվություն չեն կրում եւ ամեն անգամ լսել ենք առաջի ամբիոնից Հայաստանի Հանրապետության լիքը բազմաթիվ զազրախոսություններ։ Օրինակ ինչու է կենթանի մնացել։ Կհասնեմ դրան, առաջի դեմքի բանով ասում է, դե մեր նախարարները լավ են աշխատում, դրա համար պետք է ստանան պարգևավճարներ։ Ու այդ պարգևավճարները այս աղքատիկ երկրում այնպիսի աստղաբաշխական թվեր են, որ կարելի է այդ թվերով ինչ-որ հարցեր լուծել, էլի, սոցիալ կենցաղային հարցեր լուծել։ Ես զարմանում եմ իրանց պահվածքի, իրանց աշխատանքի 8 տարվա մեջ, թող մեկ բան ասեմ, որ իրանք 21 թվի ծրագրում գրել են եւ իրականացրել են։ Այլ հակառակ իրանք 21 թվականին ինչ գեղեցիկ sense բազմաթիվ բաներ են գրել եւ հակառակը արեցին։ Ես հիշում եմ 18 թվականի հեղափոխությունից հետո հեռուստացույցով ցույց էին տալի գազի բալոնների գործարան, ավտոշինարարական գործարաններ, չգիտեմ, sense շաբաթը մեկ գործարան էին բացում, բանից պարզվում է, որ ոնց իրանք էին fake, այտենց այդ ամեն ինչն էր fake, էլի։ Երկրորդը հիմի անցնեմ իշխանական թևի քարոզչամեքենային կամ քարոզչական խնդիրներին, տեսեք, եթե դուք այդքան լավն եք, եթե դուք արել եք 8 տարի այս պետության համար, պետությունը զարգացել է եւ այլն, դուք կարիք չունեիք քարոզարշավի դուրս գալու եւ ավելնորդ մարդկանց ներվերի վրա ազդելու։ Դուք կուսակցությունը ի տարբերության իրաց ունի ամեն մեկը իր տեղում, ունի արած այս պետության եւ քաղաքացիների համար ունեն ճանաչում Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, ունեն ճանաչում ցանկացած անձ, ով գտնվում է ցուցակի մեջ եւ իրանք հանգիստ իրանց արած այս աշխատանքի շնորհիվ գնում են ընտրությունների չարչիություն, չգիտեմ ոնց բացատրեմ, էլի փնթի պահվածք մենք մեզ չեն կարա թույլ տանք, մենք իրավունք չունենք մեր ժողովրդի այս ներվային, այս լարված իրավիճակում սուտ խոստումներ բախշելու, ես իմ անկապ բաներ ասելու ժողովրդին, օրինակ
ոնց է վարչապետ, ես չգիտեմ ինքը իմի ներկայում վարչապետ է, թե մեր պես հավասար տեխնացու է, ես դաժե դա չեմ հասկանում, որովհետև կա մեծ առավելություն, որով ինքը դուս է գալի շքախմբով, պետ բյուջեի հաշվին իմիջալուց ասեմ, եթե ինչ-որ մեկը կասի դա պետ բյուջեի հաշվին չի, ես կարամ ապացուցեմ, առելի ոստիկանական խմբերը, որ դուրս են գալի, նրանք պետ բյուջեի հաշվին ստանում են աշխատավարձներ և պարգևավճարներ, այդ իրա շքեղ շարասյունը մեքենաների, որ գնում է, դա սպասարկում է պետ բյուջեից, ես ինչու եմ շեշտում ես ամեն ինչը, որ նա ունի առավելություններ, այսօր ոստիկանների ճնշման տակ, ոստիկանները ժողովրդին են ճնշում, իր անվտանգությունը իրան է պահում 16 տեղով և ինքը կարում է ամեն տեղ բարբաջի, ինչու չեք զոհվե, բա դուք եք սաղ մնացե, խի նպատակը նա էր ձեր, որ պետք է Հայաստանի Հանրապետությունում բոլորը զոհվեին, դուք դրա համար էիք 21 թվին եկե իշխանության, հիմի անպագորգոր կանգնում եք հրապարակային գոռում եք, ինչու բա դուք չեք զոհվե, զոհվեիք դուք, գերագույն գլխավոր հրամանատարը, որ ինքը մեծ խոսում էր այ 44-օրյա պատերազմին բերանը ծռելով, ով է կասկածում իմ գերագույն գլխավոր հրամանատարական ջիղի վրա, ես ասեմ, ոչ մեկ չի կասկածում, բոլորն էլ գիտեն, որ դու չես կարա լինես գերագույն գլխավոր հրամանատար, քանզի դուք և ծառայությունը տարբեր բաներ են։ Քանի որ պարոն Վարդանյան խոսեցիք 44-օրյա պատերազմի մասին, կուզենայի մեկնաբանեք 44-օրյա պատերազմի ժամանակ արդյոք մեր զինվորները պարտվել են, թե ոչ, կմեկնաբանեք, խնդրում եմ, ինչու այդպես ստացվեց և ինչու չէ նաև Արցախի կորուստը ոնց եղավ։ Տեսեք, մեր զինվորները չեն պարտվել, մեր բանակը չի պարտվել։ Իրականում դա շատ դաժան, շատ, չգիտեմ, ծանր պատերազմ էր Հայաստանի Հանրապետության դեմ։ Հայաստանի Հանրապետության զինվորը, կներեք, մի հավելում անեմ, նոր անցնեմ, էլի նոր էլի հիշեցի իր այդ արտահայտություններից, այն որ ասում են մենք զենք չունենք, սպառազինություն չունենք, չգիտեմ, մենք ոչ մի բան չունենք, զինվորը զինվոր չի, զինվորը սենց լիքը չգիտեմ, էլի անկապ արտահայտություններ արե առաջի դեմքի կողմից, ասեմ, մեր զինվորները չունենալով, իր ասած կներեք չհակերտավոր չունենալով այդ ամեն ինչը, 6 պետության բանակի դեմ 44 օր պայքարեցին և ասեմ առավելը, Ստեփանակերտը, Կողի մատույցները, Քարվաճառը, սենց լիքը տեղեր կարամ շեշտեմ, որոնք որ մարտի հաջողությամբ չէին կարացել գրավեին 6 պետություններ համատեղ, մեկ պետության դեմ, մեկ պետության, կներեք, պետության չէ, մեկ պետության նվիրյալ զինվորին չկարողացան հաղթել։ Իսկ այդ ժամանակահատվածում թույլ քաղաքական իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանձնեց այն ամենը, որ այդ տղաները իրանց այրան, քրտնքի, իրանց կամքի, բարի կամքի դրսևորմամբ և իրանց երդմանը ճիշտ շիտակ նայելով պահեցին դա։ Արցախի անկումը հանելուկային խնդիր է։ Այդ տեսեք 100 տարի առաջ, մենք մոտ մայիսի 28-ն է մոտ օրերս, 100 տարի առաջ մենք ունեցել ենք նմանատիպ պատմություն։ Այ որ քարոզում էին, ասում էին, երիպ թուրքերը լավն են, բերեք միանանք երիպ թուրքերի հետ, ամեն ինչ լավ կլինի այս կողմենքում, հիմի նույն 100 տարի հետո պատմությունը կրկնվում է։ Առանց ամանչելու այս աղետալի պատմության շուրջ մեզ համոզում են, որ այո, Հայաստանի Հանրապետության երաշխիքը դա Ադրբեջանն է, անվտանգության երաշխիքը։ Ասեմ, չարաչար սխալվում եք, Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխիքը Հայաստանի Հանրապետության բանակն է։ Հայաստանի Հանրապետությունն է, Հայաստանի Հանրապետության կառավարությունն է իր անվտանգության երաշխիքը։ Չի կարա Ադրբեջանը, չի կարա Թուրքիան, չի կարա ոչ մեկ չի կարա լինի Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխիքը։ Եթե դուք, չգիտեմ, ինչ եք խմում, ինչ եք ծխում, բայց դա բացառվում է։ Ադրբեջանի Հանրապետությունը սեփականաշնորհում է ձեր ինքնությունն ու ձեր պատմությունը։ 100 տարվա պետությունը, դարավոր պետությանը ոչնչացնում է իր
դիվանագիտական քայլերով։ Դրա համար Արցախի կորուստը մեր համար շատ ցավալի կորուստ է եւ այդ որ ասում Արցախյան շարժում, չգիտեմ եւ այլևս փակ է, դա երևի իրանց համար է փակ, որովհետեւ մենք չենք կարա մեկ գիշերվա մեջ հրաժարվենք հայ ինքնությունից, այն որ ասում են արցախցիներ, գյումրեցիներ, սյունիքցիներ, մեր այդ իցիները մի քիչ ոնց որ զատում է մեր ժողովրդին։ Ներկապային մեկ գիշերվա մեջ որոշում կայացավ 120 հայից հրաժարվել։ Ու այդ որոշումը կայացավ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այդ որոշումը մեկ գիշերվա մեջ կայացրեց նա, եւ նա արտահայտեց դա իր բերանով։ Նենք չի որ մարդիկ մեր մոտ հիշողություն մի քիչ շատ կարճ է, էլի։ Նիկոլ Փաշինյանից ներկա պարագայում մենք չենք սպասում 26 թվականի ընտրություններից հետո, որ ինքը Հայաստանը պահելու է, որովհետև եթե հրաժարվում ես դու քո հայից, բնականաբար Հայաստանում էլ բնակվում են հայեր, կարող է մի օր առավոտելի զարթնի եւ ասի Հայաստանը, Ադրբեջանը եւ վերջ։ Դրա համար ժողովուրդ ջան, կոչ բոլորիդ մի քիչ հետամուտ եղեք, ճիշտ է դեմ ընտրությունները, մտածեք ումն եք ընտրում, խաղաղությունն եք ընտրում իր սրտիկով, թե ընտրում եք ձեզ, չգիտեմ, հոգի հարազատ ուժ, որը որ ձեր հետ պատասխանատու է լինելու Հայաստանի Հանրապետության համար։ Դուք կուսակցությունը հաճախ հայտարարում է, որ Հայաստանի գլխավոր խնդիրը միայն սահմանների անվտանգությունը չէ, այլ ազգային կամքի եւ պետական մտածողության կորուստը։ Ինչ է իրենից ներկայացնում ձեր ռազմական անվտանգության հայեցակարգը եւ ինչպես եք պատկերացնում Հայաստանի պաշտպանունակության վերականգնումը։ Տեսեք, մենք մի քիչ առաջ խոսում էինք մարդու կամքի դրսևորումից։ Եթե մարդ հայրենասիրությունը, ռազմական անվտանգությունը, դա պետք է սերմանվի ծնված օրվանից մարդու մեջ։ Մարդու ինքնությունը, մարդու գենը պետք է չկոտրեն։ Մարդ ծնվելուց մարդու դաստիարակությունը պետք է լինի հային արժանապատիվ դաստիարակություն։ Մենք չենք կարող լինենք եվրոպացիներ, մենք չենք կարող լինենք, չգիտեմ, տարբեր ազգեր։ Աստված մեզ բնատուր տվել է հայի գեն։ Եվ եթե մենք նայում ենք դարերով, մենք դավաճանվել ենք հայի կողմից։ Մոտ օրերս էլի համացանցում կարդացի կրթության, գիտության, սպորտի այդ սուպեր, մեր մոտ դեսախ սուպեր են, էլի սուպեր վարչապետ, սուպեր նախարարներ, սենց մի քիչ սարկազմով հայտարարություններ արել, որ դպրոցներում ռազմահայրենասիրական դասընթացներ եւ այլն բան դրանք պետքա հանվի։ Ինչի համար պետքա հանվի։ Մենք ավելի շատ պետքա դաստիարակենք մեր ժողովրդին, հայ ազգին, որ նա լինի իր հողը, իր ջուրը, իր բնորանը սիրի եւ իր բնորանի համար պայքարի։ Մենք անտարբերություն պետքա չմտցնենք մեր ազգին ու մեր հողից կտրենք։ Հասկանում եք, հիմնական խնդիրը կայանում է դրանում։ Եթե դու կտրում ես մարդուն իր հողից, օրինակ, նա կներեք կոպիտ է, բայց նա ոչ մի բան չունի անելու այդ հողում, այդ հողի համար։ Տեսեք, մեր գյուղերը, դա էլ պակաս ռազմավարական ծրագիր չէ։ Հիմի գյուղերը դատարկում ենք, բերում ենք, կենտրոնացնում ենք Երևանում։ Մենք հնարավորություն չենք տալի ժողովրդին իր հողը մշակի, իր բերք ու բարիքը ստանա եւ կապվի իր հողի հետ, իր ջրի հետ։ Մենք ստիպում ենք ցիգանի նման, կներեք, ես ցիգանին վիրավորական չեմ ասում, բայց դա այն ազգն է, որը չունի պետություն, չունի հող։ Ցիգանի նման ամեն մեկը մի վեշմեշոկ վերցնի գնա, դա Աննա Հակոբյանի օրինակն էր։ Ես համեմատականներ եմ տանում ներկա կառավարության եւ մեր պետականության կառավարման հետ։ Աննա Հակոբյանը հրաժարվեց Արցախի կորուստի վաղ, Աննա Հակոբյանը արտահայտություն արեց։ Փախստականը մենակ այն չէ, որ իրա ոնց ասեց վեշերով է փախնում։ Եվ ճամփրուկ էր հրապարակել։ Հա, իսկ որ ինքը ամուսնալուծվավ ճակերտավորելի, ինքը ցույց տվեց գնալու ձևը, որ ոչ մի բան պետքա հետը չտանես։ Այս պարագայում գործում է երկրորդ սցենարը։ Նրանց ամեն մի քայլը ոչ թե դա ասենց շոու է, նա նախորոք ասում է, օրինակ,
իրանց գիրքը երկրի հակառակող ինչ գրած էր մարդարը ծափերի դոմփերի բանի երկբարի բանով մոռանում ենք զոհերին, մոռանում ենք, չգիտեմ, հանձնումը, հողերի տալը, մարդը գրել էր եւ կատարեց։ Ներկա պարագայում հիմի մտցրել են Աննա Հակոբյանի խաղի մեջ։ Նա ցույց տվեց կառավարական առանձնատնից դուրս գալուց, ես չեմ վերցնում իմ հետ ինչ որ մի բան։ Ես սա ազդակ էր, ժողովուրդ, վաղը միսօր ձեր տնից դուրս գալուց դուք ժամանակ չեք ունենալու վերցնեք ինչ որ մի բան։ Այ մենք պետք է գանք մեր արմատներին, որ ոչ ասեղն էլ դա մերն է, մեր սեփականությունն է։ Ոչ թե մենք այսօր անենք ժողովրդին համոզենք, ասենք Արցախը խի մերն էր, ասենց հանելուկային։ Նիկոլ Փաշինյան, եթե Արցախը մերը չէր, 18 թվին նշանակվեցիք վարչապետ, 18, 19, 20 թվի ժամկետային զինծառայողներին զորակոչ արեցիք ձեր թեթև ձերքով ձեր հրամանով, ինչու տարակ Արցախի հանրապետություն, եթե մերը չէր, 18 թվականից կանգնեիք, ասեիք Արցախը մերը չի, այդ տղաներին չտանեիք Արցախ, միգուցե այդ տղաների շատ մասը մնային կենթանի, որովհետև կծառայեին Շիրակի մարզում, Արմավիրի մարզում, Արագածոտնի մարզում եւ ձեր ասելով Հայաստանի Հանրապետությունը խնդիր չուներ Ադրբեջանի հետ։ Խի դուք դիտավորյալ այդքան մարդու տարակ Արցախ եւ վերջում ասիկ Արցախը հայկական չի։ Խի հայկական եղել է։ Ես նմանատիպ բաներ կա աբսուրդի ժանրից, որ չեն հիշում, չեն պահանջում, հասկանում եք, ինքը ինչ ասում է հաջորդ օրը ոնց որ զարթնի մի հատ նոր, ավելի նոր բան ասի, ու մարդիկ մոռանան, չհասնեն, խճճվեն այդ ամեն ինչի մեջ, բայց փառք Աստծո մենք ունենք հիշողություն, մեզ հավ հիշողությունը չի եկել, այդ տարիքին չենք։ Պարոն Վարդանյան, դուք բազմիցս խոսել եք այն մասին, որ Հայաստանը պետք է ունենա սեփական ռազմաարդյունաբերությունը եւ չլինի մշտապես արտաքին ուժերից կախված։ Ինչ կոնկրետ ծրագրեր ունեք ռազմաարդյունաբերության զարգացման ուղղությամբ եւ հնարավոր համարում եք արդյոք, որ Հայաստանը դառնա ռազմական տեխնոլոգիաներ արտադրող պետություն։ Բնականաբար այո, մենք մեր թիմը համարում է, որ Հայաստանը ունի մեծ պոտենցիալ դառնալու ռազմավարական արտադրական երկիր, հիմնական շեշտը մենք պետք է դնենք այդ ուղղության զարգացման վրա։ Մենք ունենք գործընկերներ, որոնց այդ նախնական բանակցությունները իրականացվել է։ Օրինակ տեսեք, Հայաստանի Հանրապետության ունենք երկու ցամաքային ճանապարհ, որը շատ կարևոր ոնց որ երակ լինի Հայաստանի Հանրապետության համար։ Եթե մենք այդ երկու ճանապարհները փակեցինք, մենք դառնալու ենք, չգիտեմ, խեղտամահ ենք լինելու էլի։ Ռուսաստան, Իրան, հայ-ռուսական իրանական արտադրություն։ Մեր հարևանը Իրանի Հանրապետությունը շատ մեծ արտադրություն ունի։ Ռուսաստանը շատ մեծ սպառազինության արտադրություն ունի։ Ինչու ոչ համատեղ բացվի Հայաստանում։ Նաև ոչ թե մենակ սպառազինության մասին, այս շատ կարճ խոսան դրա մասին, որովհետև դա շատ ծավալուն ծրագիր է, էլի, դա ոչ թե մենք եկանք իշխանության 15 օր հետո անելու ենք, մենք կախարդական փայտիկ չունենք ի տարբերություն Նիկոլ Փաշինյանին, ու մենք WhatsApp-ով կյանքում չենք աշխատելի, որ WhatsApp-ով հրամաններ տանք, կատարեն WhatsApp-ով մեզ զեկուցեն։ Այո, մենք ռեալ մարդիկ ենք, մենք վիրտուալ դաշտից դուրս ենք, մենք աշխատում ենք հողի, ծառի, մարդու հետ ռեալ տարածքում, ոչ թե վիրտուալ տարածքում։ Նաև մենք ունենք պլաններում մեր զարգացման փուլին կհասնի, նաև որ ունենանք ոչ թե մենակ ռուսական ռազմաբազա, այլ հայ-ռուս-իրանական ռազմաբազա, համապատասխան գոտում։ Եվ այդ ժամանակահատվածում ոչ թե Ադրբեջանը կլինի Հայաստանի Հանրապետության երաշխիք, այլ Հայաստանի Հանրապետությունը կլինի տարածաշրջանում թելադրող եւ տարածաշրջանում ռեալ ուժ, որովհետեւ դու պետքա քո գործընկերներին գնահատես եւ գործընկերներիդ հետ համատեղ նայես Հայաստանի Հանրապետության շահերից բխող ծրագրեր իրականացնես։ Տեսեք, մենք 30 տարվա մեջ ունեցել ենք տարբեր կուսակցություններ, որ կուսակցությունը եկավ, պետական շատ չկա,
որ կուսակցությունը եկավ, գերակայեց իր կուսակցական շահը։ Եվ իր գրպանը։ Այո, իսկ Հայաստանի Հանրապետությունում, տեսեք, ես ամեն անգամ ամանչում եմ, էլի, Ադրբեջանին օրինակ բերեմ, մեկ էլ Թուրքիային, եմս Ադրբեջան-Թուրքիա օրինակ բերում, որովհետև կպած պետություններ են, եւ այդ պետություններն են մեր հետ անում այս ամենը։ Այդ մարդիկ 100 տարվա ծրագիր իրանց, պետական շահի ծրագիրը դրած, տարեստարի բերում են հասցնում են նպատակին։ Իսկ մենք գալիս ենք, օրինակ, քաղաքացիական պայմանագիրը եկավ։ Ես իմ զրոյական կետից եմ խոսում։ Չգիտեմ, այն մեկ եկել է, ես վաբշե քանդում եմ թազա սկսեմ։ Ես մի լավ խոսք ունեմ, ասում Լևոն Տեր-Պետրոսյանը քանդեց Հայաստանի կրիշը, Սերժն ու Քոչարյանը քանդեցին պատերը, Նիկոլն էլ քնունգը ձեռը քանդում է Հայաստանի Հանրապետության հիմքը։ Մենք հիմքից մեր ուժը, դոկ կուսակցությունը, Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, զինվորականների, բժիշկների, տնտեսագետների եւ տարբեր բնագավառի մարդկանց, ովքեր որ համախմբվել են մեկ գաղափարի շուրջ, ովքեր չեն ունեցել նախկինում պետական պաշտոններ, ովքեր ծառայել են Հայաստանի Հանրապետությունում, նրանք պետք է գան Հայաստանի Հանրապետության իշխանություն, կառավարություն, գործադիր եւ հիմքից կառուցեն այդ ասած արևային Հայաստանը։ Այսօր հասարակության մեջ պարոն Վարդանյան մեծ դժգոհություն կա։ Բանակում տարիներ շարունակ առկա կոռուպցիայի, թալանի եւ անպատժելիության նկատմամբ։ Եթե դոկ կուսակցությունը ձևավորի իշխանություն, ինչ արմատական փոփոխություններ եք իրականացնելու բանակաշինության եւ ռազմական կառավարման համակարգում։ Ձեր նախորդ հարցերին պատասխանելուց դուք խոսել եք, ճիշտ է, բայց ամենաառաջին մի փոփոխությունը քաղաքացիական անձին բանակի կառավարման հետ բնականաբար պետք է գործ ունենան։ Օրինակ եմ վերում փաստ։ Ես ծառայել եմ, սովորելուց հետո մտել եմ ծառայության։ Հասել եմ ինչ-որ մի աշճանի, որ պետք է ինձ կոչում տան, քաղաքացիական անձ, ճակերտավոր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը չի անցել այդ ճանապարհը, ինքը պետք է որոշի ես արժանի եմ կոչումի, թե ոչ։ Ինքը պետք է ստորագրի իմ կոչման հրամանը, թե ոչ։ Նա զինվորական ծառայությունից հասկանում է, այդքան ինչքան իմ ուսուցանված տարիներում եւ իմ անցած պրակտիկայում ես քան ինքը պետք է գնահատի իմ աշխատանքը, թե ոչ։ Դրա համար ամենաառաջի փոփոխությունը բոլոր քաղաքացիական հաստիկները բանակում կրճատվելու են։ Պաշտպանության նախարարը պետք է դառնա զինվորական հաստիկ, նա պետք է լինի զինվորական։ Պաշտպանության նախարարության օրինակ, պաշտպանության նախարարի տեղակալ կանաչապատման գծով։ Շատ հետաքրքիր հաստիկ է, որը որ եւ ծիծաղալու է, էլի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ կանաչապատման գծով։ Լավա սանիտեկի գծով էլ չունենք։ Բնականաբար չեմ զարմանա, այս պարագայում նաեւ դա լինի։ Սա բոլոր տեղակալները դառնալու են զինվորական։ Բոլոր մատակարարումները բանակին։ Պետք է ընթացքում փոխվի բանակի ինքնիրուն մատակարարում պետք է անի ամեն ինչում։ Երրորդ անձի կողմից բանակում ոչ մի բան պետք է չմտնի։ Ամենաառաջի կոռուպցիան կատարվում է նման պարագայում։ Անորակ ապրանք պայմանավորվում են ինչ-որ պաշտոնատար անձի հետ, դե նրան հետաքրքիր չի, նա քաղաքացիական անձ է, իրան հետաքրքրում է իր գրպանը, որովհետև նա պատերազմի ժամանակ կամ ինչ-որ մի խնդրի ձախողման ժամանակ պատասխանատվություն չի կրում այդ խնդրի համար, նմանատիպ բաները պետք է ամենաառաջինը վերացվի եւ կդառնա այն բանակը, որը մենք երազում ենք։ Հայաստանը տարիներ շարունակ հայտնվել է աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների ազդեցության տակ, երբեմն կորցնելով ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունը։ Ձեր կարծիքով ինչպիսի ռազմական եւ ազգային անվտանգության դոկտրին պետք է ունենա Հայաստանը, որպեսզի այլևս երբեք չդառնա արտաքին ուժերի խաղալիք կամ ինչու՞ չէ նաեւ փորձադաշտ։ Մենք այդ տարբեր ֆրազաներում էլի օգտագործել ենք, ասենց կտոր, ներկա պարագայում ասեմ, ամենաառաջինը պետք է գերակայի պետական շահ։ Ոչ թե կուսակցական, ոչ թե անձնական ամբիցիաներ, ոչ թե պետք է Հայաստանի Հանրապետության Բաղրամյան 26-ը լինի նոտարական գրասենյակ, ոչ թե նախագահան Հայաստանի Հանրապետության
պետք է ամիսը տասնյակ հազար դոլարներ մխսի եւ ոչ մի բանի համար պատասխան չտա, եւ էլի ծիծաղալույա գնա սելֆիներ անի տարբեր մահացած մարդկանց հետ եւ հպարտ մարգա։ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի նախագահական երկիր։ Եվս մեկ անգամ եմ կրկնում, պետք է ինքը ունենա իր պետական շահը եւ ամբողջ նախագահից սկսած մինչև վերջի շարքային քաղաքացին պետք է աշխատի Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի պետական շահի համար։ Այդ պարագայում եւ անձապաշտությունը, կներեք, դա էլ եմ մոռացել, որովհետեւ մենք ունենք փորձ 34 տարի, Հայաստանը պառակտվել է սև սպիտակի, Հայաստանը պառակտվել է լևոնականների, քոչարյանականների, սերժականների, նիկոլականների, այդ ականները որ կան, այդ ականները պետք է անմիջապես վերանան Հայաստանի Հանրապետությունից, որ չլինի նիկոլական, սերժական, որ լինեն սաղ պետական շահական, բոլորը պետք է մտածեն պետության շահի մասին, սկսած նախագահից մինչև վերջի շարքային քաղաքացին, եւ այդ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունը կդզվի եւ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում կունենա իր ուրույն տեղը, ոչ թե գրանտների հույսին, օրինակ էլի օրինակը բերեմ, խի մենք չենք կարող աշխարհի երեսին նայենք, տեսեք Դանիել Իոնիսյան, ինքը իրանից չներկայացնող, ոչ մի բան չներկայացնող մարդ, այսօր Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրենքները գրում է Դանիել Իոնիսյանը։ Ոստիկանության շատ խորին հարգանքով այդ տղերքին էլի։ Ես էլ եմ ծառայող, ես էլ եմ հասկանում դա ինչ բան է, բայց սովորել, ակադեմիաներ ավարտել, երկար տարիների փողոցում, չգիտեմ, իրանց ամեն մեկը իր բնակավարում տարիներով փորձ ձեռք բերած մարդը պրակտիկ նստած սպասում է Դանիել Իոնիսյանը ինչ կարգավորումներ պետք է գրի, որ իրանք վազելով անեն։ Դա абսուրդի ժանրից է։ Քանի որ Դանիել Իոնիսյանը Եվրոպայից ստանում է գրանտներ եւ բարեկարգում է ոստիկանությունը։ Նմանատիպ նաեւ մեր վարչապետի հետ կա կապված ինչ-որ խնդիր, մեծ խոսում էին, ասում են մենք Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը հյուսիսի կողմից արգելելու ենք եւ այլն բան, ընդեղից փողեր են գալի բանმა, օֆիցիալ պետական մակարդակով Եվրոպայից միլիարդավոր դոլարներ է գալի Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները կազմակերպելու համար, դա հիբրիդային պատերազմ չի Հայաստանի դեմ։ Հասկանում եք, նմանատիպ բաները պետք է բացառվի։ Եթե քո համար հիբրիդային պատերազմը Ռուսաստանից փող գալը Հայաստանի Հանրապետության ընտրությունների կազմակերպելու համար, պետք է բացառվի նաև Եվրոպայից գալը։ Չի կարա լինի այդպես բան։ Մենք մեզի խաբելով, ես զարմանում եմ, պետությունը մինչև մի ոնց է գոյատի տևել։ Իրականում մեկ-մեկ որ արթնանում եմ, զարմանում եմ, այդ որ ազգային ժողով Facebook մեկ-մեկ բացում ես, ազգային ժողովի հարթակը սարքել են հաշվի հարդար, նախկիններ, ներկաներ։ Ժողովուրդ երկուստ էլ ճիշտ եք, այն կարգին հաղորդման մեջ ասում, չեն մեկը մեկին որ ասում է լիր, ասում է լիրը դվես, տնօրեն որ հելնում ասում է երկուստ էլ ճիշտ եք։ Ընկեր դրա համար կա Հայաստանի Հանրապետության դատախազություն, դրա համար կա Հայաստանի Հանրապետության ԱԾ, մեկը մեկի հասցեին, ազգային ժողովից, ինչ ասես ասում եք, եւ չկա մի իրավապահ մարմին, այն պապկեն են դատախազը որն է ձեր վարդապետյանը, հենց վարչապետը մի բան ասում է, պապկեն խփում է դոշին, կող խցրած ազգային ժողով ասում է, բայց մարդը սենց բան արե թույլ տվեք կալանենք։ Բայց այդ որ իրար կներեք հայոյում են, շշով խփում են, չգիտեմ, հելնում են ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության ղեկավար մարմինը ազգային ժողովում իրար է ծեծում։ Մեկը չկա, ես զարմանում եմ, մենք այդ մակարդակով պետական կառավարում ունենք։ Հայաստանի Հանրապետության վարչապետը ընդդիմադիր թեկնածուին, վարչապետի ընդդիմադիր թեկնածուին, ասում է չեմո, տիկտոկյան հարթակում, արես զարմանալի է, շատ ուժեղ ղեկավարում ունենք։ Խոսքի վարչապետի մակարդակ։ Ու մնացածը ծափ են տալի, այո մեր վարչապետը, այն մեկին ասում է, չգիտեմ, անբարոյականի զավակ, համբալ, ու սկսում ենք մենք այդ մակարդակից
նայել Հայաստանի Հանրապետության իշխող պայքարող իշխանության թմերին, ամոթա ժողովուրդ սթափվեք, ասում ամեն ժողովուրդ արժանի է իր ընտրյալին, դա զորով չի։ Պարոն Վարդանյան, եւ հայտարարություն եք տվել ձեր Facebook-յան էջում, որ ամսի 28-ին պատրաստվում եք ավտոերթով գնալ դեպի Սարդարապատ։ Կմանրամասնենք մեր հանրությանը եւ ձեր կոչը մեր ժողովրդին։ Տեսեք, մենք միշտ փորձել ենք պետական տոները մեր ձևով չկապեն մեր ձևովի հետ։ Մենք մեր պատկերացմամբ նշենք պետական տոները եւ դրա համար մենք այս 3-րդ տարին է, այս տարի կլինի 3-րդ տարին, որ ամեն տարի Սարդարապատի, Բաշաբարանի, Ղարաքիլիսեի պատերազմի եւ առաջին հանրապետության հռչակման օրը կատարում ենք ավտոերթ։ Ավտոերթը ունի շատ նշանակալից, բովանդակալից իմաստ։ Մենք Ծիծեռնակաբերդի ավտոկայանատեղից շարժվում ենք Սարդարապատ։ Ինչու՞։ Մենք ամբողջ կյանքներս սքացել ենք։ Մենք, չգիտեմ, միշտ ոնց որ կներեք կզածի դերում լինենք։ Մենք միշտ փորձում ենք այսուհետ դուրս գալ այդ կզածի դիրքից եւ հասնել հաղթանակի եւ այդ հաղթանակած տեղում մենք հպարտ զգանք մեզ, որովհետեւ եթե մենք ամեն անգամ գնում ենք սքի, ամբողջ կյանքներս սքանում ենք։ Մենք պետքա սքից դուրս գանք եւ գնանք հաղթանակի։ Դա ունի այդ խորհրդանիշը, այո, համահայկական ճակատ կուսակցությունը, դա ոնց որ ավանդական, ոնց որ դաշնակները սարքել են Ջայրովի երթը, ավանդական, դա համահայկական ճակատ կուսակցությունը իմ գլխավորությամբ սարքում է ավանդական տոն։ Եվ կոչ կանեմ, դա ես ասում եմ համահայկական ճակատ կուսակցությունը, բայց դա կուսակցական չէ։ Դա կուսակցության նախաձեռնությունն է, այո, եւ կոչ կանեմ մեր Հայաստանի Հանրապետության գիտակից քաղաքացիներին, այն Լևոնականներ, Սերժականներ, Քոչարյանականներ, Նիկոլականներ, դաժե, տեսեք, ես դաժե, Նիկոլականներ, ովքեր ունեն թասիբ նամուս, ովքեր չեն մոռացել իրանց ինքնությունը, ովքեր չեն գնում, չգիտեմ եսի մինչերի հետևից, ովքեր անձապաշտությամբ չեն զբաղվում, այս մարդիկ Հիսուսին թողած, Քրիստոսին թողած, քրիստոնյա երգիր, թողած Քրիստոսին պաշտում են ինչ-որ անձանց։ Ժողովուրդ, հրավիրում ենք բոլորիդ, ամսի 28-ի առավոտյան ժամը 10:30 հավաքվում ենք Ծիծեռնակաբերդի ավտոկայանատեղիում, այնտեղից շարժվում ենք դեպի Սարդարապատ եւ այնտեղ գլուխներս բարձր կանգնենք ու գնանք հաղթանակի։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր հարցազրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր համահայկական ճակատ կուսակցության նախագահ, դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության падգամավորի թեկնածու Արսեն Վարդանյանը։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել Փակ TV-ի ալիքին։ Կհանդիպենք։ Երբ սուտը դարձավ սովորական, շատերը լռեցին։ Երբ արժանապատվությունը ծաղրի վերածվեց, շատերը լռեցին։ Երբ երկիրը թուլացավ, շատերը հարմարվեցին։ Իսկ հիմա լռելու ժամանակը չէ։